Առնվազն ընտրամաբանական եմ համարում այդ թուրքերի հետ բարեկամանալու, չգիտեմ, հավերժական խաղաղություն հաստատելու այդ հայեցակարգին, որովհետև հակառակ կողմից մենք տեսնում ենք միայն նոր զավթողական նկրտումներ արևմտյան մտածածին արևմտյան Ադրբեջանի վերադարձնելու այսպես հետևողական քայլեր եւ այս պարագայում առնվազն ընտրամաբանական է թե ինչ բարեկամության եւ ինչ հավերժական խաղաղության մասին է խոսքը այսօր մենք նշում ենք Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցը 110 տարվա ընթացքում թուրքերի թուրք իշխանությունների ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականությունը որևէ ձևով չի վերջացել, չի անհետացել, ընդհակառակը մենք այսօր կարող ենք լիովին պնդել, որ նույն Արցախի բռնի հայաթափումը դա նույնպես ցեղասպանական քաղաքականության շարունակություն է Ցեղասպանությունը կրկնվեց Սումգայիթում, ցեղասպանությունը կրկնվեց Մարաղայում, հայաբնակ բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում եւ ավարտվեց Արցախի հայաթափումով։ Իսկ ինչ է կարծում, Հայաստանի իշխանությունները չեն գիտակցում, որ թուրքը չի փոխվում։ Թուրքը նույն թուրքն է, ինչ 100 տարի առաջ, 110 տարի առաջ։ Չեմ կարող ասել Հայաստանի իշխանությունը հավատում է արդյոք իր իսկ հորինած այդ գաղափարին ես չեմ կարծում որ մեր նախնիները պակաս խաղաղասեր են եղել հայ ժողովուրդը իր էությամբ խաղաղասեր է բայց երբ քո դեմ գալիս են սրով վթրով դու պետք է ոչ միայն պաշտպանվես այլ պիտի կարողանաս նաև հետ մղել թշնամուն եւ Այս գիտակցումը պետք է արմատավորվի հայ ազգի մեջ եւ պիտի պատրաստ լինենք ցանկացած ոտնձգության, ցանկացած բռնության արժանի հակահարված հասցնելու։ Դա չեղավ 20 թվականին, ինչի արդյունքում մենք կորցրեցինք Արցախը։ Եվ այսօր, երբ որ նորից եմ կրկնում, երբ որ Ադրբեջանը իր ամբողջ ուժերը ուղղել է նոր զավթողական ծրագիրը իրականացնելու եւ իր հորինած այդ արևմտյան Ադրբեջանը վերադարձնելու, ապա առնվազն անդրամաբանական է այն ինչ որ արվում է Հայաստանի իշխանությունների կողմից։ Երկրորդ տարին է ես Երևանում եմ մասնակցում այս համընդհանուր երթին եւ տեսնում եմ որ այս անգամ շատ ավելի բազմամարդ է, քան նախորդ տարի, ինչը վկայում է, որ ոչ ոք եւ երբեք չի կարող մոռացության տալ ինչքան էլ մեծ լինի ցանկությունը կամ ինչքան էլ դրա տակ տարբեր ծրագրեր լինեն, ոչ ոք չի կարող մոռացության տալ այն ողբերգությունը, ինչ կատարվել է հայ ազգի հետ եւ սա ամենակարևորն է թերևս